Ես Անահիտ Գևորգյանն եմ, ծնվել եմ 1954 թվականին ՀՍՍՀ Մարտունու շրջանի Մարտունի քաղաքում։ Դա հետպատերազմյան ծանր տարիներն էր գյուղի համար։ Մենք շատ առնություններով ենք ապրել։ Ամռանը յայլատեղ էինք գնում, անասուններ էինք տանում սարեր եւ իմ մանկությունը անցել է հիմնականում այդ յայլատեղերում։ Երբեմն եղել է, որ տարին եկել պտտվել է, կարող է մեր տունը 100 ռուբլի փող չմտներ։ Բայց մենք մեր կաթով, մածնով, կարագով, նույնիսկ այդ աթարով, վառելիքով, չոլի բանջարով մայրիկս հավաքում էր եւ մեր տունը երեխաները ապրում էինք հիմնականում այդ բնական հավաքած ինչ որ բնամթերքներով։ Սովխոզ կոլխոզների մասին ես չեմ կարող լավ բան հիշել։ Կոլխոզներում աշխորհով էր, գիտեք, աշխորհ էին տալիս աշխատանքի դիմաց, բայց շատ հաճախ էին կտրում այդ աշխորհները։ Մենք փոքրիկ հողակտոր ունեինք, այնքան քարքարոտ էր այդ հողակտորը։ Հետո մեկ էլ կասին, այսքան հող ունեք, քարք պետք է տաք, այսքան կովին, այսքան յուղ պետք է տաք, այսքան պանիր պետք է տաք, այսքան կարտոֆիլ պետք է տաք։ Ու ես այնպես զգացողություն եմ, ոնց որ մեր որ ասեմ մաշկից քաշեին տանեին, որ գալիս էին այդ մեր քիչ սուղ պայմաններից էդ էլ տանում էին կոլխոզին։ Դպրոցում լավ եմ սովորել, գերազանցությամբ եմ ավարտել դպրոցը, թեև սովորելու ժամանակ քիչ ժամանակ ունեինք, օրինակ մենք առավոտները գնում էինք արպահելու, եթե երկրորդ հերթ էինք, քույրս առաջի հերթ էր։ Ես առավոտյան էի կառները տանում, քրքերն էլ իմ հետ տանում էի սար, որ հետո կարդայի, հետո ես քույրիկս գար դպրոցից, ինքը գար կառների մոտ, ես գայի գնայի դպրոց։ Մեր դպրոցի բոլոր երեխաները հիմնականում աղքատ ընտանիքներից էին։ Չեմ էլ կարծում այդ ժամանակ ունե որ կար թե չկար հիմնականում, բայց տարին մեկ անգամ լուսանկարիչը գալիս էր մեր դպրոցի երեխաներին նկարում էր եւ ես պահում եմ այդ նկարները ցածր դասարանից մինչեւ բարձր դասարան։ Երբ որ պիոներ էինք մենք, վսկապ էինք կապում, առանց վսկապի չէր կարելի դպրոց գնալ։ Նույնիսկ հիշում եմ, որ վսկապից մեկը պետք է բռներ, մենք ասում էինք բաց թող ձեռքդ այն ներկված է բանվոր դասակարգի կարմիր արյունով։ Եվ պիտի ասեմ, որ մենք շատ հպարտությամբ էինք դա ասում։ Կոմերցիոն մեջ մեզ պարտադիր էին ընդունում։ Եվ քանի որ մենք ուրիշ ոչ մի ինֆորմացիա չունեինք, մենք հպարտ էինք։ Մենք երջանիկ էինք, որ այսպիսի երկրում ենք ապրում, որովհետև ամեն օր լոզունգներ էր եւ այլն, այսքան ուրախ կյանքը մեր, ապագա են կառուցում, կոմունիզմ են կառուցում, եւ մենք չգիտեինք, որ դրանից դուրս բան կա։ Այնքան էին մեզ ասել նեխած փտած կապիտալիզմ, ես գիտեի այնտեղ ինչ որ է արևմուտքը, ինչ որ երկաթե ցանցեր, ինչ որ ժանգոտ փշալարեր, այսպես զգացողությունների մոտ։ Ու ինչ որ մի անգամ Լոնդոն էին ցույց տալիս, թե ինչ, թե լուսանկար եմ տեսել, ես ապշել էի, ասում էի, ինչի էսպիսի բան էլ կար արևմուտքում։ Գաղափարախոսությունն այդպես էր, որ մեզ ամեն օր ասում էին, որ մենք աշխարհի ամենա ժողովրդավար երկիրն ենք, որ մեր մոտ չկա մարդու շահագործում, մեր մոտ չկա մարդու կողմից մարդու շահագործում, հարուստ ու աղքատ չկա, մենք բոլորս հավասար ենք, մեր ամեն ինչ հանրային է, մեր ամեն ինչ ժողովրդին է պատկանում, եւ մենք մտածում ենք, որ ամենալավը մենք ենք։ Ես ցանկանում էի բանասեր դառնալ, ես շատ լավ գիտեի գրականություն, 2 տարի դիմեցի համալսարանի բանասիրական, 1 տարի ցածր էր միավորներս, երկրորդ տարին 4/4 ստացա եւ նորից չընդունվեցի։ Շատ ուզում էի Երևան մնալ եւ ուսանող դառնալ։ Ես այդպես քայլում էի համալսարանից հետ էի գալիս, տեսա գրած էր Երևանի անասնաբուծական անասնաբուժական ինստիտուտ, ու շատ պատահական մի մարդ դուրս եկավ դեմս, երևի իմ դեմքից ինչ որ մի բան հասկացավ, ասեց ուր ես գնում, ասի ուզում եմ 0 կուրս տամ, ասեց եկեք մեր մոտ։ Ու ես սովորեցի այդ ինստիտուտում, այդ ինստիտուտը ինձ շատ բան տվեց։ Ես այդ ինստիտուտը ավարտեցի գերազանցությամբ, դիպլոմով։ Ես այդ ինստիտուտում որպես լավագույն ուսանող կուսակցության շարքեր ընդունվեցի, եւ այդ դիպլոմը եւ այդ կուսակցական տոմսը իմ համար շատ մեծ ճանապարհ ու հեռանկար բացեցին իմ կյանքում։
5 տարի աշխատել եմ Կոմսոմոլի շրջանում առաջի քարտուղար։ Ու որևէ ես հովանավոր չեմ ունեցել, ոչ մեկը ասացի իմ հայրը մահացած եղել, ես այդպես ասում եմ որ փախչիկ եմ եղել, որևէ վերևներում ոչ մի ծանոթ չեմ ունեցել, բայց հետո երբ որ տեղը ազատվել արդեն ես ընտրվել եմ Կուշրջկոմի 3-րդ քարտուղար, արդեն որ քարտուղար եւ աշխատել եմ իջև կուսակցության ամբողջովին վերանալ։ Բոլոր վկայականները պահել եմ, այո, դեսա իմ դիպլոմն է, գերազանցությամբ եմ ավարտել Երևանի անասնաբուծական անասնաբուժական ինստիտուտը։ Սա իմ կուսակցական տոմսն է, որ ստացել եմ 1976 թվականին, ուսանող ժամանակ, էլի եմ ասում, պատիվ էր այդ ամբողջ ինստիտուտի մոտ կանգնել եւ տարվա մեջ 1-2 ուսանող էին ընդունվում կուսակցության մեջ, դու պետք է շատ առաջադեմ լինեիր, որ ընդունվեիր։ Սա Կուշրջկոմի քարտուղարի վկայականն է, որով մեր տրվում էր։ Սա շրջանային սովետի դեպուտատի վկայականն է, սա Կոմսոմոլի շրջկոմի առաջի քարտուղարի վկայականն է, սա Մարտունու շրջանային սովետի դեպուտատի վկայականն է, սա այն ստուգարքային գիրքն է, որով սովորել եմ Բաքվի կուսակցական դպրոցում, այսպես։ Եկեղեցի գնում եք։ Քանի որ մայրս հոգևորականի աղջիկ էր եւ իմ պապական տանը պահպանվում է մեծ ավետարան ոսկեզոծ, երբ որ ես նշանվեցի, իմ մայրն ասեց ես ուխտ եմ արել, որ դու պետք է եկեղեցում ամուսնանաս, ու մենք գախտնի ամուսնուս հետ գնացինք Սուրբ Խաչ եկեղեցի Եղեգնաձորի, մայրս ամուսինս ու ես այդպես եկեղեցում պսակադրություն արեցինք։ Միշտ վախենում էին, որ եթե 4-րդ մարդ լինի, անպայման կասի կենքում, որ ես եկեղեցով եմ պսակել։ Մտածել եք երբևէ, որ ԽՍՀՄ կարող է փրկել։ Երբեք։ Նույնիսկ դա անհնար էր, երբ որ Բրեժնևը մահացել էր, մարդիկ գախտնի էին զանգում, ճիշտ է որ մահացել է, ճիշտ, նույնիսկ այդ մահը այդպես բան չէին արել, երբեք չեմ մտածել։ Բայց մի հատ հումորով բան էի ասում, չգիտեմ որտեղից էի այդպես գլուխս մը, ասում էի Փարիզի կոմունան տևեց 72 օր, Սովետը կտևի 72 տարի, իրականում 72-րդ տարում քանդվեց, որովհետև ստի եւ կեղծիքի վրա էր ամեն ինչ։ Ես գյուղգծով քարտուղար եմ եղել։ Մենք ենթադրենք պահում էինք 400 կով, գրում էինք 200 կովի կաթ։ Մենք քանդում էինք այսքան հեկտար կարտոֆիլ, գրում էինք այսքան հեկտար։ Այդ Սովխոզի դիրեկտորը կողանում էր, ֆերմայի վարիչը կողանում էր, բրիգադիրը կողանում էր, կարտոֆիլ հավաքողը բոլորը կողանում էին։ Ամենին էր եւ ոչ մեկին էր։ Ինքը ստի վրա հիմնված պետություն էր։ Ինքը սուտը շատ էր եւ խաբեություններ շատ։ Մենք մեր ասածին չէինք հավատում։ Գորբաչովը, որ եկավ, իր ամեն ինչով նորություն էր մեր համար։ Այն իր կնոջ հետ տեղ գնալը, Ռայսայի հետ, ասում էին, վայ կնոջ հետ տեղա գնում, բայց այնքան վախը նստած էր մեր մեջ, որ մենք էլի չէինք կարողանում բարձրաձայն ինչ որ բաներ ասել։ Օրինակ մարդիկ կար, որ վախենում էին, ասում էին, այսպես անում են, որ հետո բանանով ինչա խոսում, հետո տանեն բռնեն։ Չեմ կարող ասել ինչ եղավ, ինչ չեղավ, Գորբաչովն էլ չարեցեն ինչ որ պետք է աներ։ Ամենավատը հենց խառը այդ Գորբաչովի ժամանակ էր, որ չգիտիր ով ինչ է անում։ Դե 88-ից արդեն երբ որ սկսվեց այդ շարժումները, այդ ամեն ինչը, այսպես գիտեք, այս ճաք էր տալիս։ Ես հասկանում էի, որ մի բան այն չի, այսպես չի կարող մնալ։ Այդ սահմանափակումները, այդ վախի մթնոլորտը, գիտեք, եթե Ռայկոմի առաջի քարտուղարի հեռախոսի զանգը գալիս էր, դու մեխանիկորեն վեր էիր թռնում։ Դրա համար 88 թվականի այդ շարժումը, որ սկսվեց, ես ամբողջովին գնացի դեպի շարժման մասնակիցների կողմը։ Դա էլ ռիսկ էր, որովհետև մենք 37-ով տեսած մարդ էինք, մենք գիտեինք ինչ կա, մենք չգիտեինք կհաղթի հեղափոխությունը թե չէ։ Ես ուզում եմ ձեզ սրտանց շնորհավորել այսօրվա տոնի կապակցությամբ
Այդ ժամանակ շրջանային կոմիտեն պլենում հրավիրեց, ես շրջկոմի քարտուղար էի եւ հանձնարարական էր եկել, որ կուսակցության անունը փոխեն, ուրիշ բան տնեն եւ այլն։ Ու ես ելույթ ունեցա, այստեղ իմ ելույթը պահպանված է, այդ վերջի պլենումի ելույթը։ Սա պլենումում իմ վերջի ելույթն է 90 թվականին։ Երբ խոսում էր կուսակցության անունը փոխելու մասին, նոր ծրագիր էին ներկայացնում եւ այլն, այսօր կուսակցությունը քաղաքական մենաշնորհ չունի, դեռ ավելին, իր պատիվը փրկելու շնորհք էլ չունի։ Խորհրդարանում կոմունիստները չեն կարողանում իրենց պաշտպանել անգամ որպես անհատների մարդու։ Շատ կուզենայի, որ այս ծրագիրը նախորդների բախտին չարժանանար։ Այդ որ ուժերով եք այսպիսի ծրագիր իրականացնում։ Կուսակցության այսօրվա անդամներով ներեցեք, բայց Նազարը կռիվ գնացող չի։ Նրանցից ոչ մեկը, եթե կուզեք շատ համառել, բացարձակ մեծամասնությունը, կուսակցության մեջ ընդունվել է ոչ թե կոմունիզմ կառուցելու համար, որի մասին հայտարարել է, այլ ստեղծված հակամարտկային պայմանների բերումով։ Պարզաբան է միտքս։ Միակուսակցական համակարգում ընտրելու հնարավորությունը հանգում էր Ադամի կին ընտրելու հնարավորությանը։ Ուզեց թե չուզեց եղածը դա է։ Իհարկե ինձ դատապետեցին, թե դու այսքան տարի ռայկոմի փողն ես կերել, իրատեմ ես խոսում, բայց ես իրատեմ չէի խոսում։ Ես ասում եմ, որ սպառել է իրեն, եկեք մեր պետությանը սատար լինենք, իսկ գաղափարին երբ ասես կարող ենք հետո անդամակրվել։ Ես անձամբ քնացել եմ, ես այո եմ ասել, անկախության հանրաքվեին մարդիկ շատ ոգևորված, իմ որ ասում դոլով, զուռնայով, երգով, պարով քնում էին։ Շատ քչերն էին, որ ասում էին, որ մի քիչ սպասենք, բայց չով էր լսում նրան, այդ երգում էինք հայրենասիրական երգեր։ Հետո եղավ ամենավատ բանը։ Ուրեմն ես այսպես որ նայում եմ, իմ կյանքը սկսվել է ծանր ժամանակներից, հետո միջին, հետո այդ 80-ականների լավագույն ժամանակը, հետո նորից մենք իջանք այն ամենազերոն։ Ու ցավալիորեն մենք չգիտենք ինչ կանենք իջնում։ Պատկերացնեք, ես ռայկոմի քարտուղարից, ծառայական մեքենայից իջել եմ, կով եմ կթել, անասուն եմ պահել, որ իմ երեխաներին կարողանամ պահել։ Այդ ամենածանր ժամանակն էր, վառելիք չունեինք, հաց չունեինք։ Ես մի անգամ լաց եմ եղել նույնիսկ։ Դրանք գումարած օրական զոհ, մեկ էլ զոհ, մեկ էլ մարտունեցի, ես ինչն ա զոհվել, ես ինչի տղան ա զոհվել, ես ինչի մարդն ա զոհվել։ Այդ թաղումները, այդ ծանր վիճակները։ Չէ, մենք մտածում ենք, տենց էլ պետք է մնանք։ Սա Երևանի կուսակցական բարձրագույն դպրոցի բոլոր կոմերիտականների նկարներն է Թոփուզյան այդետ իդեպ վերևը գրել եմ ով որ շրջկոմին է, որովհետև շատերին չէի կարող հիշել, այսպես մեր ամբողջ թիմն է։ Սա այսպես շրջկոմի քարտուղար է, 86 թիվն է սա։ Չէ, կուշրջկոմում։ Սա եմ կոմսոմոլի քարտուղար։ Սովորել եմ Բաքվի կուսակցական դպրոցում, սա այդպես մի դրվագ է Բաքվի կուսակցական դպրոցում սովորելիս։ 95 թվականից մի քիչ որ արդեն որ ասում սկսեցինք առաջ գնալ, միջև տենց իջնում էինք։ Հետո տենց ինձ օրինակ մեր դպրոցի 100-ամյակներ, մեկ էլ այդ դպրոցի տնօրենը զանգեց, ասեց, որ ուզում ենք դուք էլ ելույթ ունենաք։ Ես մտածում էի, որ ամեն ինչ անցյալում է իմ կյանքի։ Ես ոչ մի բան էլ հույս, ավատ, ոչ մի բան չունեմ։ Ես մտածում էի այդ կովերի, այդ թրիկների հետ տենց էլ պետք է ապրեմ մինչև կյանքիս վերջ։ Մեկ էլ ես դպրոցի տնօրենը որ ասեց, ուրեմն ես էլ ինչ որ մի բանի պիտանի եմ, որ ինձ ելույթ են տալիս։ Այդ ահագին շրջադարձային էր իմ կյանքում։ Իմ ամենամեծ հաջողությունները սկսվեց հենց այդ ժամանակ։ Երբ որ ես այս հասարակական կյանքը սկսեցի 96 թվականից Նորա Հակոբյան կար լուսահոգի, ինքը այդ կանանց հանրապետական խորհուրդ նախկին մարդկանց ում որ ճանաչում էր, այսպես զանգում էր, հրավիրում էր եւ այլն, ու իմ փառք Աստծո շատ չամարի Աստված իմ վերելքները 2000 թվականից սկսվեց։ Ես առաջին անգամ Ամերիկա գնացի, հետո
Եվրոպա գնացի, Չեխիա, այդ ուսուցողական ծրագրերով, հետո նորից Ամերիկա գնացի, հետո արևելյան գործընկերության մեջ մտա, եղել եմ Ստոկհոլմում, Պրագայում, Վարշավայում, Գերմանիայում, Իտալիայում, Մալդիվներում, Բուդապեշտում, արևելյան մի շարք երկրներում, Չինաստանում, մի խոսքով շատ երկրներ եմ եղել, հիմա էլ եմ ճանապարհորդում, ուզում եմ ասեմ, որ սովետի ժամանակ ոչ մի անգամ չեմ գնացել, հիմա լրացնում եմ տեղեր։ Սովետի ժամանակ մասնակցել եմ ուսանողության եւ երիտասարդության համաշխարհային փառատոնին Մոսկվայում, ավելին ասեմ, խանութներում այնքան ապրանք կար, որ մեզ ժամանակ էին տալիս, մենք այդքան արտասահմանյան իմպորտնի ապրանք չէինք տեսել։ Ինձ գործուղել է Լենինգրադ, ես գնացել եմ արձակուրդներին Լենինգրադ, Մոսկվայում գնացել, բայց արտասահման չեմ գնացել այդ տարիներին։ Շատերը կարոտով են հիշում սովետական տարիները, դուք։ Երբեք չեմ հիշում կարոտով։ Ես շատ էլի եմ ասում, ոնց որ մարդու այս հոգու վրա միացած ծանր քարտերած լիներ։ Ազատ չէի շնչում դու, շնչն էլ ազատ չէր։ Ես այն ժամանակ երբեմն նույնիսկ ամաչում էի, որ ասենք, միջև հիմա էլ ես ոչ մի անգամ հպարտությամբ չեմ պատմում ամեն ինչ որ ունեցել եմ։ Չնայած եմ ասում, ես իմ ուժերով եմ հասել, ինձ ոչ մեկին պապան իմ որ եղբայրը չեն տարել նշանակել, բայց ես հիմա էլ եմ իմ ուժերով ինչի որ հասել եմ։ Ես հիմա հպարտանում եմ իմ երեխեքով, որ իմ երեխեքը դրսերում կրթություն են ստացել, իմ ընտանիքով, իմ ձեռքբերումներով, իմ շրջապատով, ես որ ցած փողոցում քայլում եմ ազատ եւ այլն։ Ես շատ բաներ ունեմ, որ հպարտանալու տեղեր ունեմ։ Եվ որպես անկախ երկրի ապրող, որ գնում ես Հայաստանի դրոշնաբարձրանում, ես որ քրքրեցի, ես հասկացա, որ ոնց որ են ուրիշ մարդ լինեի, ոնց որ ուրիշ կյանքում եղած լինեմ ես, ոնց որ այդ իմ կյանքը չլինի, երբեմն հիմա մարդ կա գալիս է ասում է, վայ հիշում եք, ինձ թվում է այդ ուրիշ մարդու մասին է խոսքը։ Ես ինձ հիմա եմ զգում, այստեղ եմ ինձ ավելի լավ զգում, այստեղ եմ ինձ ավելի մարդ զգում, եւ ինձ թվում է ինչ որ մի պատահական բան ա եղել ու անցել գնացել եմ կյանքում։ Այն նախորդ